Պարոն Դանելյան, եկեղեցու դեմ տարվող այս գործողությունները հասան նրան, որ այսօր վեհափառի գործով առաջին դատական նիստն էր, ընդ որում Արման Սարոյանն էլ դատական նիստերի դահլիճ էր մտել, դատավորի համար առանձնացված այդ հատվածից, ինչպես կմեկնաբանեք։ Նախ պիտի բանը չհասներ դրան, ես քիչ առաջ էլ ասեցի, սա մեր բոլորիս ամոթ խարանն ու խայտարակությունն է, ամբողջ աշխարհի աչքի առջև տեղի ունեցավ մի աննախադեպ նմանը չունեցող մի պրոցես, որը որ մեր ոչ թե նոր անկախ պատմության մեջ, այլ առհասարակ հազարամյակներ շարունակ նման բան տեղի չէր ունեցել։ Եվ ի վերջո հիմա այլ միջազգային մամուլում էլ է դրա մասին խոսում բանը, դա մեր ամոթն ու խայտարակությունն էր, որը որ ես կարծում եմ, որ դատավորը պետք է շատ արագ կարճեր այս գործը, բայց գնաց այլ ճանապարհով, ինքնաբացարկի ճանապարհով, ամենայն դեպս իրենց դեմքը փրկելու համար իրապահ համակարգը, այն քննիչները, որ այս գործը կարել են, այն դատախազական դատախազության են ներկայացուցիչները, քննիչները եւ այլն բոլոր են մարդիկ, որոնք որ այս ամեն ինչի մասնակիցն են, վաղ թե ուշ ես ուզում եմ ասել, որ պատասխան են տալու օրենքի ամբողջ տարին եւ ոգուն համապատասխան, եւ այս շիծուկ փաստացի վեհափառ հայրապետը մեղադրվում է իր պարտականությունները կատարելու մեջ։ Ոնց կարելի է դա համարել քրեական ոնց կարելի է դա համարել ինչ-որ նյութ կամ առարկա։ Բայց ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ամիսներ առաջ էր, որ այս նույն մարդիկ, ասենք իշխանական ներկայացուցիչները, որ հիմա ազգային ժողովում են տարբեր պաշտոններ են զբաղեցնում, նախարարներ են եւ այլն, այդ մարդիկ մայրաթորի հենց դուրն էին ջարդում, բարձրացել են գերեզմանաքարերի վրա, խոյակների վրա եւ ամենաանպարկեշտ ինչ ասեմ, ասելու ամեն անգամ երբ որ հիշում եմ այդ ժամերն ու այդ պահերը մարմինս փշակվում, ամենաանպարկեշտ խոսույթով հանդես են գալի հայ առաքելական սուրբ եկեղեցու հասցեն, վեհափառ տիրոջ սրբազանների հասցեն, եւ երբ որ ես հաղորդում ներկայացրեցի հանցագործության մասին, այն ժամանակ ոստիկանապետը պարոն Ղազարյանին ուշադրությունը հրավիրեց, տեսեք ես ինչ են անում, ասեց ես կզբաղվեմ այդ գործով, զբաղվել այն էլ որ այդ գործը ընթացք չտրվեց։ Գործը ընթացք չտրվեց, դե պարզ էր, դե ինչ պետք է ընթացք տա, ում պետք է կալանավորեն, քաղաքապետերին պետք է կալանավորեն, նախարարներին պետք է ԿՊԱ-ականներին դե կալանք չի ասում, չէ, իրենք բան են, ունեն այդ իմունիտետ ունեն։ Եվ խայտարակ իրավիճակ էր, էլի ուղղակի զզվելի, այս մայրաթորի դուրը ջարդում էին եւ այդ մարդիկ փաստացի նաեւ ընտրական process-ների ժամանակ ամեն անգամ խոսում էին նրա մասին, որ իրենց նաեւ չէ, ծրագրային դրույթներից էր, որ պիտի շարունակեն իրենց սրբապիղծ այս գործի շարունակությունը։ Պարոն Դանիելյան, ներողություն եմ խնդրում։ Մի տարի առաջ այստեղ դու, պարոն Խաչատրյանը, պարոն Մանուկյանը պայքարում եք վեհարանի, հին վեհարանի դռների մոտ, որ հանկարծ չտանեն Միքայել Սրբազանին, Ամենայն հայոց հայրապետին։ Մի տարի հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը դատական նիստերի դահլիճում է այսօր եղել։ Կապ չունի, որ կես ժամ է տևել, ամեն դեպքում։ Ես չեմ կարողանում ձեր հարցին, որովհետև խանգարում են ինձ։ Ասեք լավ։ Մեկ տարի հետո, դուք այստեղ մեկ տարի առաջ այստեղ էիք, պաշտպանում եք Միքայել Սրբազանին, թույլ չէիք տալիս, որ Սրբազանին տանեն։ Այո։ Հիմա մեկ տարի հետո Ամենայն հայոց հայրապետը դատական նիստերի դահլիճում է հայտնել մեղադրյալի աթոռին, ո՞նց եք վերաբերվում սա։ Ոնց պիտի վերաբերվեմ։ Բնականաբար սա չտեստված բան է, չլսված բան է, սա խայտարակություն է, ամոթախարան է, մեր բոլորիս ամոթն է, ոնց պետք է վերաբերվեմ, երբ որ մեղադրյալի աթոռին նստած է վեհափառ հայրապետը, իհարկե բացական, այլ խոսքեր չգրին, բառեր չկան նկարագրելու, այն ինչ որ զգում է հայ մարդը, հավատացյալ մարդը, բնականաբար ցանկացած մարդ, ցանկացած հայ, որը որ իրեն համարում է հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ, կամ առհասարակ անգամ այն մարդիկ, որ չեն էլ համարում իրենց հետևորդ, բայց իրենց հայ են համարում, իրենց ինքնությունը հարգող մարդ են համարում, բնականաբար բացի ամոթից, այս իրավիճակից
բխող բոլոր բացասական զգացմունքներից որևէ այլ բան չեն կարող զգալ եւ օր առաջ պետք է ամեն ինչը ի վերջո ավարտ ունենա եւ գալով նրան էլ թե ինչ էր կատարվում այստեղ այն անգամ էլ մենք ճիշտ էինք այն առումով որ բացարձակ որևիցե խնդիր պահանջ չկար որևիցե քրեական այսպես կարված այդ քրեական գործը թե Բագրատ Սրբազանի թե Միքայել Սրբազանի թե Արշակ Սրբազանի թե Մկրտիչ Սրբազանի ցույց տվեց այդ քրեական գործերը որ կարված քրեական գործեր են ի վերջո տարան այդ մարդկանց ենթարկեցին կտանքների հալածանքների բռնաճնշումների մտածելով որ կարող են նաև այդ կալանքը օգտագործելով ճնշում գործադրել ի վերջո սրբազանների նկատմամբ եւ նաև այդ քանդման գործընթացի մի մասն էր սրբազանների կալանավորումը կներեք ես ավարտեմ խոսքս դա մի մասն էր դա էլ չստացվեց հիմա էլ այդ դատական փուչիկը հերթով պայթում է Միքայել Սրբազանի պարագայում նույնն է Բագրատ Սրբազանի պարագայում եւ 18 արդարների պարագայում նույնն է Արշակ Սրբազանի պարագայում նույնն է Մկրտիչ Սրբազանի պարագայում նույնն է այսինքն այս ամեն ինչը շատ բարձ օրինականներ է որ այս մարդիկ գնում են հենց այդ ճանապարհով գործեր կարելու շինծու մեղադրանքներ ներկայացնելու ի վերջո կաներեք այդ ընթացքում էլ այդ մարդկանց առողջությանը ծանրագույն վնաս են հասցում ծանրագույն վնասներ են հասցում այդ մարդիկ քրեակատարողական հիմնարկներում լուրջ առողջական խնդիրների առջև են կանգնել լուրջ առողջական խնդիրներ ես ինքս լինելով քրեակատարողական հիմնարկում տեսնելով սրբազաններին այդ վիճակով առողջական լրջագույն խնդիրների մեջ ես ուղղակի ապշած եմ ոնց կարող է այդ դատավորը նման քայլի գնա կամ այդ դատախազ այդ մեղադրանքը ներկայացնի եւ ի վերջո հայ առաքելական Սուրբ եկեղեցու սրբազան հայրեն այս վիճակի մեջ գցել է ըստեյության դուք նաև ձեր խոսքում նշեցիք, որ ինչպես Արշակ Սրբազանի մասով, Միքայել arczepiskopos-ի մասով, ինչպես նաև Բագրատ Սրբազանի մասով տեսնում ենք, որ իշխանությունները գործեր են կարում, արդյոք չկա մտավախություն, որ եթե այս դատական գործը ձախողվի, վեհափառի հանդեպ նոր ինչ-որ գործ կկարվի եւ կգնան նրան, որպեսզի վեհափառը կալանա։ Ես ամբողջությամբ երկրորդում եմ ձեզ եւ ճիշտ եք ասում, այս գործը չլինի, կասեն գնացեք մի ուրիշ գործ հնարեք, հնարովի այս գործն էլ է հնարավորի եւ խնդիր չունեն, էլի մի գործ եթե հնարում են, հորինում են, երկրորդն էլ կարան, երրորդն էլ կարան, բայց ի վերջո այս ամեն ինչից եկեղեցին ավելի զորեղ է դառնալու, ավելի ուժեղացած ենք մենք բոլորս դուրս գալու, թե մեր հավատքով, թե մեր տոկունությամբ առ հայրենիք, առ Աստված, առ հայ առաքելական Սուրբ եկեղեցու, սենց բաներ չի տեսել, էլի հայ առաքելական Սուրբ եկեղեցին, ցարական կարգերից, օսմանյան կարգերից մինչև բոլշևիկներ եւ այլը, այս ամեն ինչի միջով անցել է, բայց եկեղեցին հաղթել է, եկեղեցին ամուր է մնացել, ել ավելի ամրացել, ես համոզված եմ, որ այս ամեն ինչից հետո շատ ավելի ուժեղ ենք դառնալու, թե մենք, թե եկեղեցին, թե մեր ժողովուրդը։ Պարոն Դանիելյան, մեկ հարց էլ, տեսեք, քաղաքացիական պայմանագիր, կուսակցության նախընտրական ծրագրում էլ կար դրույթ կապված եկեղեցու հետ։ Ինչ կարող ենք ակնկալել, հա, հետագայում ինչ կարող է լինել, հաշվի առնելով, որ ցանկացած ոտնձգություն, գործողություն եկեղեցու դեմ այս իշխանությունները այլևս մեկնաբանելու են մանդատով։ Իրենք պատրաստ են ամենաստոր քստմնելի քայլերի, իրենք այդ փորձը ունեն, այդ հմտությունները ունեն, իրենք ոչ մի կարմիր գծեր չունեն, հույս էլ չկա, որ ի վերջո իրենք խելքի կգան հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, շատ պարզ է դառնում, որ ի վերջո այս մարդիկ չեն փոխվել, չեն էլ փոխվելու, ակնկալիք էլ չկա այս մարդկանցից, այդ ակնկալիքը չունենք։ Վեհափառն է դուրս գալիս, կներեք, լավ օր ձեզ։